Ինչպես կարող ես սովորել ինքնուրույն։ Ինքնուրույն կարող ես սովորել իմ գրքով։ Նույն Օքսֆորդի գրքերը եւ այլն, ընդհանրապես ոչ միայն Օքսֆորդի, այլ մնացած բոլոր գրքերը, ինչպես են սարքել արտասահմանցիները։ Արտասահմանցիները սարքել են այս մակարդակների, իրենք գրել են ամբողջ գիրքը անգլերենով, ինչի են գրել ամբողջ գիրքը անգլերենով, իրենք ավելի շատ այդ գիրքը գրել են ոչ թե ուսանողների համար, այլ այդ գիրքերը գրել են ավելի շատ դասատուների համար, որ դասատուն գիրքը վերցնի, հերթականությամբ ծրագրով ուսանողներին սովորացնի, որտեղ ուսանողի համար դժվար է ամբողջ գիրքը անգլերենով կարդալ, որ ինքը հասկանա ընդհանրապես այդ գրքից։ Դրա համար ես այդ նույն գիրքը վերցրել եմ ու սարքել եմ ուսանողների համար։ Այսինքն եթե իմ մոտ ուսանող է գալիս, ես իրեն գրքերը ոնց եմ սովորացնում, սկզբից մենք գրել տեքստերն ենք թարգմանում, ճիշտ է։ Ես հետո բառերն եմ գնում, ես բառերի կողքը տեքստերի կողքերն հայերեն տառերով արտասանություն եմ գրում, հա, որ ավելի պարզ լինի, այսինքն արտասանական խնդիր չունենա։ Եվ հետո թարգմանությունը նույն ձևով իմ գիրքն է կազմված։ Հետո նախադասություններ են կազմում, հետո քերականությունը ես իրեն հայերենով եմ բացատրում, չէ՞, որտեղ անգլերենով անգլերեն քերականությունից բացատրում դժվար է, բարդ է հատկապես նոր սկսնակի համար։ Ես նույնը հայերենով շատ հեշտ չէ բացատրում եմ։ Հենց նույն ձևով գրել եմ իմ գրքի մեջ։ Այսինքն ես գիրքը սարքել եմ ուսանողների համար, որ եթե իմ մոտ չգան պարապելու, եթե իմ մոտ գային պարապելու, ես նրանց ինչ էի սովորացնելու, ոնց էի սովորացնելու։ Հենց այդ նույն բանը ուղղակի գրել եմ, որ նրանք կարողանան կարդալով սովորել։